Ուժեղ Հայաստանը շաբաթ երեկոյան երթի է դուրս եկել Երևանում։ Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքից հետո 40,000 մարդ է մասնակցել հանրահավաքին, ըստ Փաստ թերթի։ Ազատության հրապարակում Ուժեղ Հայաստանը վանկարկում է Սամվել։ Թեև անձամբ ձեր կողքին չեմ։ Առաջնորդը արդեն 10 ամիս կալանավորված Սամվել Կարապետյանը հարթակից չի կարող ելույթ ունենալ։ Տեսաուղերձ է հղել։ Մենք այլևս թույլ չենք լինելու։ Մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում եւ վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները։ Մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում, ինչպես նաեւ Պեկինում։ Կրկնում է բարերարը։ Փաշինյանն ու նրա թիմը մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակ են։ Իմ ձեռքերում մեր խորհրդանիշն է, մեր դրոշը, մեր մյուս խորհրդանիշը վտանգի տակ է այս իշխանության կողմից։ Մեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը մեր սրտում։ ՔՊ-ն մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակ է, արտահայտությունը հունից հանում է վարչապետին։ Կալուգացի Սամվելը մեզ ասում է փոքրիկ խմբակ։ Թեև փոքրիկ խմբակն ինչ է, որ Փաշինյանի արտաբերած բառերի համեմատ։ Միլիարդատերից դառնաս բոմժ։ Հայաստանի վարչապետը Facebook-ից փողոցային ժարգոնով տեքստեր է նետում քաղաքական մրցակիցների ուղղությամբ։ Կարենից 2 հատ կա։ Հատով է հաշվում ընդդիմադիրներին, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին ուղում սպառնալից հայտարարություններ։ Վախենում եմ միջև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Հետո ասում, թե չի սպառնացել։ Իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա։ Ուղղակի վախենում է, ոչ թե Կարապետյանից, այլ Կարապետյանի համար։ Ինչ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է եւ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետեւ չի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր։ Հայաստանից դուրս գտնվող այդ որ շրջանակներն են ունեզրկելու Սամվել Կարապետյանին ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Վարչապետը ասում, բայց մինչև վերջ չի ասում։ Չեմ կարող ասել։ Չի բացում նաև իր մյուս հայտարարությունը։ Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսափակենք։ Վարչապետն էլի ասում ու մինչև վերջ չի ասում, թե ինչ հիմքով է դիմախոսին մեղադրում փողերի ապօրինի շրջանառության համար։ Այս դեպքում չի հիշում, թե կոնկրետ ինչ է հայտարարել։ Ես կուսակցության մասին եմ խոսել, թե անձի մասին եմ խոսել։ Կուսակցությունները Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես կուսակցության մասին ես դե ինչ որ ասել եմ, դա էլ նկատի ունեմ, ուրիշ բան նկատի չունեմ։ Ուժեղ Հայաստանին քարկոծող հայտարարությունների մեջ Հայաստանի վարչապետը ավելի է խճճվել, երբ Սամվել Կարապետյանը Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայտարարել է. Հայաստանին նոր պատերազմներ պետք չեն։ Փաշինյանը նոր պատերազմի է տանում Հայաստանը, չպետք է մոռանալ Վրաստանի ու Ուկրաինայի հետ պատահածը։ Այսօրվա վարչապետին մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը չի հետաքրքրում։ Կարևորը ինքը սուտ պատերազմներով վախեցնելով կարողանա մնալ իշխանության հանուն սեփական բարեկեցության։ Այն տեքստը, որը հրապարակել ես, մտի ծերից ծեր կարդա։ Եթե կարենաս կարդաս, կընդունեմ, որ ուժեղ տղա ես։ Ցիլոյով մարդ, մի վախեցի Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, երկու բան ունի քեզ ասելու։ Փաշինյանը ընտրությունների շեմին խաղի կանոն է փոխել, կուսակցությունները եւ դաշինքները չպետք է լինեն անձնանուններով։
ՔՊ-ն իր այս ցանկությունը շտաբ օրենք է դարձրել, երբ կալանավորված գործարարի քաղաքական թիմը հայտարարել է, ընտրություններին մասնակցելու է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով։ Փորձում ես մեզ լռեցնել, կփորձես կալանավորես, էլ եսի ինչեր անես։ Չի ստացվելու, Նիկոլ Փաշինյան։ Սամվել Կարապետյանի թիմում համոզված են, վարչապետի պահվածքը մի բացատրություն ունի։ Փաշինյանը հասկանում է, որ ձախողել է բոլոր հարցերում։ Հայաստանը հասցրել է տնտեսական, արտաքին, քաղաքական ճգնաժամերի։ Վարչապետի աթոռը պահելու միայն մեկ տարբերակ ունի՝ պահել այն ընտրազանգվածը, Հերիկան ներվերներիս հետ խաղալ։ որը շարունակում է կերակրվել ասֆալտին փռելու, պատին ծեփելու սպառնալիքներով։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Ինչ է ուզում ասել Հայաստանի վարչապետը ուրախ ավտոբուսի մեջ ճամպրուկ ցուցադրելով։ Որ գնում է, թե որ ԿՊԱ-ականները էլ իրենց իսկ ասած ուսապարկերը չեն։ Մեծացել ու ճամպրուկներ են դարձել։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։